Իրենց ընտանիքը դա չի ներում հայ ժողովրդին։ Որը Նիկոլ Փաշինյանը, որ հիշում ենք իրենք ինչ էին։ որ հիշում են Տեսպես Խաչատուր Սութրասյանն էլ ոնց որ չի ներում նրանց, ովքեր հիշում են իրենց անցյալը։ Ով են, իրենք ինչ են եղել, իրենք ինչ ցեխի մեջ են ապրել, իրենց կամքով եւ ընտրությամբ, իրենց տան պատերը ինչպիսին է եղել, իրենց մազերի ձևը ինչպիսին է եղել, քանի օրը մեկ են լողացել, իրենք դա չեն ներում, որ այս ժողովուրդը դա հիշում է։ Եվ իրանց գլխավոր խնդիրը, այս զույգի իշխանական, այս ժողովրդի հիշողության դեմ պայքար մղելն է։ Դուք ոչ մի բան չպետք է հիշեք։ Ոչ մի բան չի եղել, պատերազմ չեք պարտվել, զոհեր չեք տվել, հայրենիք չեք կորցրել, վանքեր չեք կորցրել հազարամյա։ Դա կոչվում է անասնացում, ներողություն։ Երբ որ հիշողություն չունես, ինքնություն չունես։ Այո, իհարկե։ Դա անասնացում է։ Դա պետք է անասնացնել, որպեսզի հեշտ կառավարել։ Իսկ հեշտ կառավարել դուք գոհ եղեք, որ տարին մի անգամ հետո էլ ասես կանեն բան։ Ձերը բանն է, տարին մի անգամ ժողովուրդ ջան, ձերը հրապարակում մի հատ համեր կանեն։ Հետո սպանդարան տանեն, հա։ Հրապարակում համեր կանեն, կգաք այդ համերգի տեղը, այդպես պապուասների նման կթրվռակ կուրախանաք ու կասեք, որ դուք երջանիկ եք ու մեզ էլ շնորհակալություն կհայտնեք։ Ու ընդհանրապես կգնաք առավոտից իրիգուն կաշխատեք, որպեսզի հարկեր վճարեք, որ մենք իշխանների նման ապրենք, թանկ տներում, թանկ մեքենաներով երթևեկենք, թանկ տենց արտասահմանյան ուղևորությունների գնանք, թանկ շորեր հագնենք, տենց իշխանի նման ապրենք ու դա դուք պետքա վճարեք։ Դեռ ավելին, մենք ձեր անունից պարտ պետքա վերցնենք, որ այս ամեն ինչը սպասարկենք մեր համար։ Իսկ ձերը հրապարակում տարին մեկ մի հատ համերգ տալն է, համերգին մասնակցելն է, ու դուք գոհ եղեք, հո տես բան չի եղել։